Բարև ձեզ։ Այսօրվա մարտի 12-ի ամբիոնահաղորդաշարի հերթական հաղորդումը ես վերնագրել եմ սկզբից նախ ձուն է եղել հետո հավը, թե նախ հավը հետո նոր ձուն։ Բայց նախքան թեմային ասնելը բաժանորդագրվեք խնդրեմ իմ Համասի Հովհաննիսյանի YouTube ալիքին, կոչս ուղղված է բնականաբար նրանց, որոնք նայում են իմ հաղորդումները, բայց դեռ չեն բաժանորդագրվել։ Իսկ նրանք, որոնք բաժանորդագրված են եւ հավանում են իմ հաղորդումները, ապա խնդրում եմ դրեք լայքեր, որովհետեւ ձեր լայքերով իմ Համասի Հովհաննիսյանի YouTube ալիքը ավելի է տարածվում։ Իսկ հիմա ասնեմ բուն թեմային եւ այսպես նախ ձուն է եղել, հետո հավը, թե նախ հավը, հետո նոր ձուն։ Միանգամից ասեմ, որ այսօրվա իմ ակնարկը վերաբերում է ներքաղաքական, հայաստանյան ներքաղաքական պատկերին եւ անդրադառնալու եմ մարտի 10-ին Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր ՕԻԴԱ բյուրոյի անդամ ՕԻԴԱ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռոստոմյանի տված ասուլիսին։ Ես ճիշտ է այդ ասուլիսին ներկա չեմ եղել եւ չեմ նայել, պարզապես այդ տեղեկությունը ստացել եմ Քոչարյանամերձ տեղեկատվական կայքից, որը որ կարդացել եմ, մեզ ընդգծումներ, մեջբերումներ եմ արել, որոնք հիմա ես կարդամ եւ կփորձեմ անդրադառնալ, մեկնաբանել տողատակերը։ Եվ այսպես, իդեպ ասեմ, ես որ պարոն Ռոստոմյանը շատ հարգում եմ, որպես սկզբունքային հասարակական կուսակցական գործիչ։ Այլ բան է, որ ես ամենևին չեմ կիսում այդ կուսակցության գաղափարախոսությունը։ Շնորհ տարբեր բաներ են, որպես անձ հարգում եմ, որպես կուսակցության գաղափարախոսության կողմնակից չեմ։ Հասնենք առաջ, եւ այսպես պարոն Ռոստոմյանը ասում է. շատ է խոսվում այն մասին, թե մենք ինչպես ենք պատկերացնում իշխանափոխությունը, որն է որից առաջ զանգված հավաքվի, հետո գնանք իշխանափոխության, թե մենք ասենք ինչ ենք ուզում, ինչպես ենք պատկերացնում, նոր այդ զանգվածը հավաքվի։ Հենց այստեղ էր այդ ասելուց էր իմ մոտ հիշեցի այդ հայտնի հավերժական հարցադրումը նախ ձուն է եղել, հետո հավը, թե հավն է եղել, նոր հետո ձուն։ Հետո ինքնին ասես փորձում է ուղղել եւ ասում է, որ բնականաբար դրանք իրար հետ զուգահեռ պետք է տեղի ունենան, այսինքն եւ հավը եւ ձուն պետք է իրար հետ զուգահեռ լինեն։ Հիմա այնուհետև իր ասուլիսին պարոն Ռոստոմյանն ասում է, որ իշխանափոխության, ես կասեի իշխանափոխություն չի, այլ կառավարչափոխության, որտեղ Հայաստանի այս ներկայիս կառավարությունը այդպես է իշխանություն չդարձան, իրենց ձախողվածության, ձախորդության եւ ամեն ինչ իրենց ոչ մի խոստում չկատարելու պատճառով ավելին ոչ մի խոստում չեն կատարել, այլև երկիրը հասցրել են բավականին դժվար ինկասության։ Մի խոսքով դրա մասին հետո ամենայն դեպս պարոն Ռոստոմյանն ասում է իշխանափոխության հաջողությունը պայմանավորված է 3 մակարդակներով բովանդակային մի քանի հարցերի ամբողջական պատասխանը տալով։ Առաջինը բոլորի մոտ հարց է առաջանում, ասում է նա. ինչու պետք է փոխվի այս իշխանությունը։ Ես կասեի ոչ թե իշխանությունը, այլ կառավարությունը։ Եվ ասում եմ, որ կարծում ինքներ է, կարծում, որ մենք բոլորս էլ գիտենք, թե ինչու պետք է փոխվի, դա արդեն քննարկման թեմա չի։ Պետք է փոխվի, որովհետև իշխանությունը ձախորդների եւ կառավարած իրենց ամբողջ համակարգը ձախողված է։ Թե արտաքին քաղաքականության, թե երկրի պաշտպանունակության, թե երկրի տնտեսական տեսակետից։ Երկրորդը, պարոն Ռոստոմյանն ասում է, ինչով պետք է փոխվի, այսինքն այս կառավարությունը որ փոխվի, ապա ով պետք է գա փոխարեն։ Սա բնականաբար միանգամայն ճիշտ շեշտադրում է։
Եվ նա ասում է, այստեղ մենք իհարկե ներկայացնում ենք մեր ծրագրերը, մեր այլընտրանքը, մեր ուժականության աղբյուրները պետք է վերականգնվեն, ինչը իրենք ցամաքեցրել են, իրենք ի նկատի ունի ներկայիս կառավարիչներին։ Բայց կներեք, դեռ ոչ մի բան չեն ներկայացնել, եւ բնական օգտվելով այս ընձեռած հնարավորությունից, ինքս ինձ ընձեռած հնարավորությունից մտնելով եթեր այս հաղորդմանը, ասեմ, որ քանի դեռ դաշնակցությունը խառնվում է ներքաղաքական գործերին, ապա չեմ կարծում, որ իշխանափոխության, կառավարչափոխության այս գործընթացը կարող հաջողություն ունենալ։ Այն փոքր հետո կասեմ, թե ինչու, եւ նա շարունակում է այս իշխանությունները պարզապես քննադատելով ներկայիս կառավարիչներին, ասում է այս իշխանությունները պարզապես հայ տեսակի հետ խնդիրներ են տեսնում։ Ինչպես օրինակ այս խնդիրներ են տեսնում մեր հակառակորդները։ Գիտեք, ընդհանրապես սա այս դաշնակցության բառապաշարն է։ Ցեղատեսակ, հայ տեսակ, ինչ են շփում հայ տեսակ։ Հայ տեսակ չկա։ Կա հայ մարդ։ Հայ մարդ, որը որ մարդկության ընտանիքի մի մասն է։ Տեսակները լինում են կենդանական աշխարհում, բուսական աշխարհում։ Հայ տեսակ չկա։ Կամ այն տեսակը, որ պատկերացնում է դաշնակցությունը, դա արդեն կներեք, ես որ չեմ ընդունում։ Եվ հետո գալիս է գլխավոր խնդրին։ Կա նաև գլխավոր հարց, թե ով պետք է լինի առաջնորդը, այսինքն այս իշխանափոխության, կառավարչափոխության շարժման առաջնորդը։ Ահա, այստեղ մի հարց առաջանում, բայց չէ որ կար, չէ։ Իդեմս Բագրատ Գալստանյանի, ուրեմն պետք է ենթադրել այս ասուլիսից, որ Բագրատ Գալստանյանը ուղարկվել է չվաստակած հանգստի, այսինքն ասել են եղբայր մի կողմ քաշվի, չստացվեց։ Համաձայնում ընդունում եմ, որ չստացվեց, ես որ չէր ստացվելու Բագրատ Գալստանյանի մուտքը քաղաքական ասպարեզ, քաղաքական մեյդան, ասել եմ հենց առաջին իսկ օրը։ Գիտեք հաղորդումներս, եւ որոնք դեռ էյֆորիայի մեջ էին, երբ առաջին հանրահավաքը Հանրապետության հրապարակում շնորհիվ կազմակերպիչների բավական մեծ բազմամարդ էր հավաքը, բայց լսելով նրա խոսքը եւ նայելով թե ովքեր են նրա կողքին շարված, միանգամից արդեն պարզ դարձավ, որ այս բեմելը, պրեմիերան, այս կոնֆերանսիայի համար դատապարտված է, ծախողված է, ի սկզբանե, եւ այդպես էլ եղավ։ Եվ պարոն Ռուստամյանն ասում է, մենք պետք է գտնենք մի անձ, որը բոլորի կողմից կընդունվի եւ այդ անձը կդառնա, օրինակ, պաշտոնանկության process-ի համար կարևոր դեմքերից մեկը, այսինքն այդ անձը պետք է ընդամենը գործիք լինի պաշտոնանկության impeachment-ի գործընթացի համար։ Բնականաբար այդ անձը կտանի, որը որ չկարողացավ անել Բագրատ Գալստանյանը, հիմա կփորձեն մեկին գտնել, որպեսզի դա այդ անձնավորությունը process-ը սկսի, շարունակի տանի, մինչև հասնի այն կանգառին, որ պետք է ասենք հետո որոշվի, թե ով է գալու իշխանության։ Գիտեք, ես հիշեցի բացեն սկիզբը, որ հիշեցրեց հավի ու ձվի հավեր հարցադրումը, թե որն է նախ եղել հավը, թե ձունտե կամ ձունտե հավը, սա էլ հիշեցի, կար մի սովետական 50-ական թվականների նկարահանված սովետական բավականին լավ կինոկատակերգություն Վագրեր Վարժեսնովը, այդտեղ խաղում էր Կասատկինան եւ Կադաշնիկովը, Կասատկինան եւ Կադաշնիկովը, հայերեն եմ ասում, ռուսերեն Կասատկինան եւ Կադաշնիկովը, իսկ հայերեն շրջադրության
Կասատնիկովան եւ Կադաշնիկովը։ Սա իդեպ ասեմ, որովհետեւ մի քիչ շեղվեմ, գրական ձևում անեմ, այս հայերենի շեշտադրումները աղավաղ բացի որ հայոց լեզուն է աղավաղում, այլև հայերենի շեշտադրություններն են աղավաղում, մանավանդ այս գովազներում, որպես ամենագեղեցիկ, ամենասթափ, չգիտեմ, ամենա հայերենում շեշտը դրում էր վերջին վանկի ձայնավոր, վերջին ձայնավորի վրա։ Եվ հաստատ ավելի գեղեցիկ է, ամենագեղեցիկ, այլ ոչ թե ամենագեղեցիկ օրինակի համար։ Ի խոսքով, հիշեցի այդ ֆիլմը, Վագրեր Վարժեցնողը, որտեղ հերոսներից մեկին, Վագրեր Վարժեցնողին ուզում են աշխատանքից հանել այդ կոպտության, մեծամտության եւ այլի համար, եւ կոլեկտիվ անդամներից մեկը ասում է ժամանակն է, որ քշտենք թևերս եւ առնենք ճիպոտը ու մտնենք Վագրերի վանդակ։ Եվ ասում դե մտիր։ Հիմա սա է, պետք է մտնենք մեկին եւ այլ։ Մեկը պետք է ինքը ի հայտ գա, ինքը իր վրա վերցնի այդ պարտավորությունը։ Կրկնում եմ, օգտվելով այս առիթից, ներկայիս կառավարիչների համար այսօր ազգային ժողովում ներկայացված ընդդիմությունը շատ ձեռնտու է, որովհետև մեկը մյուսով ապրում են, մեկը մյուսով գոյատևում են, մեկը որպես անիմաստության խորհրդանիշ, ձախորդության խորհրդանիշ, մյուսը որպես նախկին բոլոր հանցագործությունների խորհրդանիշ։ Եվ քանի դեռ այս ընդդիմություն խաղացող շարժման թիկունքում երևում է Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կերպարը եւ նրանց թիմակիցների, դեպի կներեք, թիմակիցներ ասելով ես բոլորին նկատի չունեմ, որովհետեւ նրանց շարքերում, այդ թվում նաեւ դաշնակցության շարքերում կամ բավականին փորձառու եւ բանիմաց գործիչներ, որոնք որ համենայն դեպս իրենց չեն արատավորել այդ կուսակցական, այդ կառավարման տարիների թողուպովերով եւ կատարված հանցագործություններով։ Սա ուրիշ հարց է։ Կրկնում եմ, որ դաշնակցության մեջ էլ կան բավականին նվիրյալ հայրենասերներ, որոնք որ դարձել են դաշնակցության անդամ ոչ թե կիսելով շատ լրիվ ուսումնասիրածներով դաշնակցության գաղափարախոսությունը, այլ դուր տալով քարոզչությանը դաշնակցությունը ընկալել են որպես հայրենասիրության ռահվիրա։ Այստեղ է ասում, որ որից հիշեցի երջանկայաշտակ Վանո Սիրադեղյանի, որն ասում էր դաշնակցական լինել դա հոգեվիճակ է։ Հետո Արմեն Ռուստամյանն ասում է, որ մենք ինքներս մեզ չենք առաջադրում, ասում ենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած անձի հետ, ով այս բովանդակային մասն է ընդունում, նշանապողության մասն է ընդունում։ Այսինքն ամեն ինչ անում ենք, որ հատվածական շահերը չխանգարեն, որ այդ միասնական թեկնածու անձը ի հայտ գա։ Հետո գալիս է գլխավոր կետերից մեկին։ Հավելում է, որ գլխավոր հարցը այս իշխանակառավարչափոխության, ես անդադ խուսափում ասել իշխանափոխություն, որտեղ Հայաստանում իշխանություն չկա, կար կառավարիչներ ձախողված, ձախորդված։ Կառավարչափոխության գլխավոր հարցը նաև այն է, որ այս նա ասում է իշխանությունների, ես խմբագրում ասելով կառավարիչների հիմնական հենարանն է հանդիսանում բառն է ավելորդ է, հենարանն է, դրսի աջակցությունը։ Եվ շարունակում մենք այս ուղղությամբ ենք լուրջ աշխատանքներ ծրագրավորում, ոչ թե ծրագրավորում, այլ
ծրագրավորում են ծրագրավորողները կոմպյուտերային տեխնիկայի, մի խոսքով մեղադրում է, որ դրսի աջակցություն ունեն ներկայիս կառավարիչները, բայց իրենք էլ են ծրագրում դրսի հետ աշխատանք տանելու ուղղությամբ։ Հասկացաք։ Եվ ահա նորից հիշեցի դրանից առաջ Հայաստանի երկրորդ նախագահ աշխատած Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որ ոչ այլ ինչ էր, քան ինքնախոստովանանք եւ դրսի ուժերի նկատմամբ հաջողախոսություն։ Դրսի ուժերն էլ նկատի ունենք, ասենք Կրեմլը եւ ներկայիս Կրեմլը եւ համայն Ռուսիայի իմաստուն անմահ կաշի։ Սա ուրիշ թեմա է։ Այնինչ Հայաստանում կառավարչափոխության համար պետք է ոչ մի դրսի ուժ։ Պետք է ժողովուրդը կամենա, ժողովուրդը ընտրի իր ղեկավարներին։ Դրսի ուժերը միայն կարող են առաջնորդվել իրենց շահերով։ Ոչ մի դրսի ուժ չի առաջնորդվել եւ չի առաջնորդվի ու չի էլ առաջնորդվելու ուրիշի ներքին շահերով։ Սա վերաբերում է ոչ միայն մեզ, այլ ընդհանրապես։ Սա քաղաքականություն է։ Այնուհետև ասելիսում Հարգարժան Արմեն Ռուստամյանը շարունակում է. Լիդերը պետք է լինի նա, ով առավելագույնս համախմբում իրականացնի այդ դաշտում եւ շարունակում է. մենք հռչակում ենք միջանկյալ նպատակ իշխանափոխության իրականացնելը։ Սա միջանկյալ նպատակ է իշխանափոխությունը։ Հիմա այդ ճանապարհին ով կընկալվի բոլորի կողմից, որ ընդունելի է որպես անձ, մենք պատրաստ ենք այդ անձի հետ համագործակցել։ Կողմը լալով դեմ կլանք, դեմը լալով կողմ կլանք։ Այդ դաշտը չպետք է թույլ տա, որ պառակտվի, իսկ չպառակտելու համար այդ բանաձևը գոյություն ունի, ով որ իշխանությունները փոխել այս օրինակով։ Իշխանությունները փոխելու նպատակին դեմ չի, մեզ հետ է։ Իսկ նա իշխանությունները կառավարչին փոխելուն դեմ չի, ուրեմն իրենց հետ է։ Մենք պետք է, ասում եմ, մենք պետք է մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները, որոնք այսօր կան, օրինակ է բերում, որ 3-4 հոգի հավաքվում են, 5-6 հատ տարաձայնություն կունենա։ Հիշեցի Երանքյանի հանճարեղ ֆիլմը, ասում է, 5 հոգով 6 երգեք, հիմա սա է։ Իրենք ընդհանրապես ֆիլմերի, արվեստի գործերի, գիտեք, դասականությունը կայանում է նրանում, որ համահունչ են բոլոր ժամանակների համար։ Եվ այնպես կանում են այդ ֆիլմերում, իրական գործերում, նույնիսկ երգերում այնպիսի բառեր, այնպիսի հատվածներ, դիալոգներ, երկխոսություններ, որոնք մտապահվում են, մխրճվում են մարդու իշխանության մեջ եւ հիշվում են կյանքի տարազանազան անցուդարձերի ժամանակ։ Այնպես որ ճիշտ է ասում Ռուստամյանը, որ եթե 3-4 հոգի հավաքվում են, ապա 5-6 տարաձայնություն են ունենում։ Սա է ներքաղաքական եւ ընդհանրապես ներքաղաքական բոլոր ներքաղաքական իրավիճակների հարցը։ Այստեղ խնդիրը որ տարաձայնությունները բնականաբար պետք է լինեն, այստեղ խնդիրն այն է, թե ով է տարաձայնությունները իմի բերելու, համախմբելու եւ այս անձը պետք է լինի խարիզմատիկ անձ, որը որ չկա եւ ոչ դաշնակցությունում, ոչ կրկնում եմ այսօրվա ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր շարքերում, այն շարքերում ընդդիմադիր, որոնք շատ ձեռնատու են ներկայիս կառավարիչներին։ Մի խոսքով, ինչպես ասում են, որն է ռեզյումեն, հա?
Ռեզյումեն այն է, եզրակացությունը, այն է, որ Հայաստանում կառավարչափոխությունը օրվա հրամայականն է, բայց ոչ այն ուժերի միջոցով, որոնք որ հիմա ինչ-որ հայտեր են ներկայացնում, խոսքը վերաբերում է այն ուժերին, որոնք ներկայացված են Հայաստանի ներկայիս ազգային ժողովում։ Այսքանը։ Իսկ օգտվելով նորից առիթից, ըստ իս Հայաստանում միակ քաղաքական adekvat սթափ ուժը դա Հայ ազգային կոնգրեսն է եւ նրան համակիր նրան գաղափարակից ուժերը։ Այլ ընտրանք պարզապես չկա։ Այսօր այսքանը, բայց նախքան տեսություն ասելը, մեկ անգամ եւս խնդրում եմ բաժանորդագրվեք իմ Ամասի Հովհաննիսյանի YouTube ալիքին, նրանք կոչեցված են նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրված, իսկ նրանք, որոնք նայում են եւ հավանում են իմ հաղորդումները, ապա դրեք լայքեր, որովհետեւ ձեր լայքերով իմ Ամասի Հովհաննիսյանի YouTube ալիքը ավելի է տարածվում։ Այսօր այսքանը, տեսություն կհանդիպենք։